Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասում է Հայաստանի Ադրբեջանի միջև զինված էկոնոմիկայի նախարարն է ասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինված հակամարտության հավանականությունը զրոյական է։ Տոտալիտար պետության մեջ ոչ մեկ այդ թվում այդ երկրի նախագահի կինը լինի դա Կաբաևան թե Պաշաևան չգիտի հավանականությունը պատերազմի ինչքան է որովհետև տոտալիտար երկրի մեջ ոչ մի ռացիոնալ հիմք գոյություն չունի ոչ մի գործողության համար եթե վաղը Ադրբեջանում լինի հեղաշրջում իսկ դա կարա լինի Եթե որոշվի, որ Սադիկովի կլանը փորձում է վերադարձնել իշխանությունը պաշտպանության նախարարությունում, եթե Յաշման որոշի, որ իրանք պրետորիան կոհորտ են եւ ուզում են, որպիսի Հեյդարը, Իլխամի տղան լինի նախագահ Իլխամի փոխարեն, իրանք 99% հավանականությամբ ստեղծելու են սահմանի վրա կրակոցներ, անկախ նրանից Հայաստանի էկոնոմիկայի նախարարը որը չունի դոպուսկ կամ չպտի դոպուսկ ունենա ռազմական հետախուզության տվյալների բացառվում է սա հասկանում եք բարդակը որտեղ է դիլետանտության մակարդակը կամ մենք ունենք խնդրեմ կառավարությունում եւ էկոնոմիկայի նախարարը ունի ռազմական հետախուզության տվյալներ որը իրավունք չունի ունենալու ի պաշտոն է որտեղ ինքը քաղաքացիական է սկսենք այդտեղից ուղղակի ինքը օպերատիվ տվյալների ստանալու իրավունք չունի վարչապետից բացի ոչ մեկ այդ իրավունքը չունի ստանալու։ Մեկ է անվտանգության խորհրդի անդամները, նու քարտուղարի մակարդակով։ Որտեղից ինքը կարա դա ասի, ինչ հիմարություն ես դուրս տալի։ Տնտեսական կապերը դա երաշխիք են գնահատվում որպես երևի թե տնտեսական կապերը զրոյական հավանականության հետ ոչ մի կապ չունեն։ Դե ես ասացի տարբերակ։ Բացատրեմ ինչու։ Բոլորը դրա մասին բան են անում, որ պետքա հիշում են, բայց հիմա մոռանում են։ Ռուսաստանը գազը արտահանում էր Հունգարիա եւ Սլովակիա Ուկրաինայի տարածքով լայնամասշտաբ պատերազմի ավիացիայի հրթիռների տանկերի կիրառման պատերազմի ժամանակ որ ոչ ճանճը չէր տզում Ռուսաստանի գազամուղը որ Ուկրաինայի տարածքով անցնում էր այդ թվում այդ գազանասոսնի կայանները որոնք որ ապահովում են ոչ մի բան չէր ելնում դրանց Այսինքն մի հատ փամփուշտ կողքը չէր լինում, մի փամփուշտ չեմ ասում արդյոք։ Այսինքն տնտեսական հարաբերությունների արկայությունը հիմք չի հանդիսանում ասելու, որ գործող պատերազմի ժամանակ տնտեսական հարաբերություններ կան երկրների միջև։ Գործող պատերազմի ժամանակ դուք ոնց կարա էկոնոմիկայի նախարարը Ուղղակի ցույցատալի իր ինտելեկտուալ մակարդակը վերլուծական։ Ես այստեղ այնուամենայնիվ նորից կհիշեցնեմ, բոլորս գիտենք, հետևում ենք 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում, այնուամենայնիվ Ադրբեջանը որոշում կայացրեց դատական, որոշում կայացրեց Ադրբեջանում կալանավորված Արայք Հարությունյան, Դավիթ Բաբայան, դե մենք բոլորս գիտենք։ Այս ամբողջը 0 վտանգի դեպքում, այսինքն դե պարզապես սա իգիտություն, այսինքն հիշեցրեցի։ Դե տեսեք, խնդիրն անում ես գիտեի, ես կներեք, բայց իմանալով Մարտակեր Խասաթ ադրբեջանցիների մի քիչ նույնիսկ ուրախացա կարային եւ գնդակը արեի դեռ լավ չենք խորանում թե ինչ կարող է դեռ լինել բայց փաստը արձանագրում որոշումը հետն հա որ բան հիմա կոպիտ ասած էսեն տեսքն հա որ նու տեղ ամնում օրինակ Սաֆարովի եթե Հայաստան Այդ եմ ասում դեռ կարող է ինչ-որ տարբերակներ լինեն բայց Հայաստանը չի կարող լինել ոչ մի բանի անդամ եթե Հայաստանը լիներ Եվրոպական միության անդամ այս հարցը կարելի է լուծել այլ կերպ Հա կներեք այդտեղ կարևոր բան կար մոռացա ավելացնել այն ինչի մասին խոսում էր Ավերչուկը ամենասկզբից վերադառն որ ռազմական ինչը ռազմաքաղաքական բլոկ Ավերչուկը ինչն էր մանիպուլյացիա բացի դրանից որ ինքը փորձում է Հայաստանի այդ զոմբիներին եւ բանին նիկոլականներին բաներին հավաքի մի բերի նույն գաղափարին որպիսի Հայաստանի բնակչությունը ընտրությունը կատարի պրոռուսական ուժերի մեջ շատ պրոռուսական օրինակ Սամվել Կարապետյանի Զարմիկ կամ ուղղակի պրոռուսական, այսինքն մնալ ԵԱՏՄ-ում սառեցված հապկով, բան, բայց Ռուսաստանը մեր պապան, այսինքն Նիկոլ Փաշինյան։ Դե շատ եւ քիչ էր, սպեկտրն, չէ, սպեկտրն։
Այսինքն շատ պրոռուսականը այդ բանն է, Սամվել Կարապետյանն է, մի քիչ ավելի քիչ պրոռուսականը Նիկոլ Փաշինյանն է։ Իրանք են փորձում բանել։ Փաշինյանը խափում է սաղին, ասում է ես եվրոպական եմ, սա խափում է բոլորին պոպուլիստական բաներ է խոսում։ Բայց ընդհանուր առմամբ այս երկուսն են պրոռուսական ուժերն են, իսկ բանի ասած Օվերչուկի ասածը, էտենա որ տեսեք, պատերազմ կլինի, եթե որ սուտ է խոսում։ Սուտ է խոսում ինչու, որովհետև խոսքը Եվրամիության մասին չի, եւ սա շատ կարևոր է հասկանալ։ Խոսքը մեծ Եվրոպայի մասին է։ Իսկ մեծ Եվրոպան դա Մեծ Բրիտանիան է նաեւ, եւ դա Կանադան է նաեւ, եւ դա Ճապոնիան է նաեւ, եւ դա Հարավային Կորեան է նաեւ։ Այդ ամբողջ այսպես կոչված մեծ արևմուտքն է, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով, Լատինական Ամերիկայի երկրներ, որոնք համարում են եւ համաձայն են, որ Ռուսաստանը գործում է որպես ագրեսոր, Ռուսաստանի ղեկավարը ռազմական հանցագործ է եւ մանկապիղծ եւ պետքա գնա Հաագայի տրիբունալ։ Ձեր թվարկած երկրների շարքում չկար Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ղեկավարվում են կլինիկական նարցիսի կողմից, մարդը վերցնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը մի կնոջից։ Խլում է մեդալը։ Նա ասում է նա է ինձ տվել, շատ բարի։ Նա է ինձ տվել, որն է կարգավիճակը չես ստանում դու դրանից։ Կարգավիճակը ստատուտ է, այդ սովետը չի է, որ այդ մի հատ ցածկ են տալիս էին, հետո եթե հանգարց այդ մեդալը կորցնում էր, համարվում էր, որ դու այդ մեդալը էլ չունես։ Սովետում մեդալներն էր համարակալած։ Չէ, այդ կարգավիճակը է։ Ես Հայաստանի գործելավոճն եմ ուզում հասկանամ, ոչ մի դաշինքում չենք, ոչ մի բևեռում չենք։ Դե բայց հապկում ենք եւ ԵՏՄ-ում ենք, ես գժանոցում եմ։ Խաղաղության խորհրդի մաս են կազմում, գուցե սա բևեռ չի, սա կողմ չի։ Ժողովուրդ, սա ակնհայտորեն բևեռ։ Սա հակաեվրոպական, հակաքաղաքակրթական բևեռ է, ըստ երկրների, որոնք այնտեղ կան, ըստ գլխավորած հոգեկան հիվանդի, Հայաստանին եւ Պակիստանին նույն բանի մեջ մտցնելը դու պետք է անասուն լնես, որ գնաս մտնես, չէ, ու լուրջ եմ ասում։ Ինձ թվում է այս Նիկոլ Փաշինյանի հերթական գժի շորերը հակնեմ ընկնեմ մեյդ։ Այս բան, որ արդեն ամեն ինչ կորցրել է, պուլսը կորցրել է, չի հասկանում ինչա կատարվում, մենակ թե իշխանությունը պահի։ Չէ, սա գնահատում են որպես ճկուն քաղաքականություն։ Սա ճկուն քաղաքականություն չի, 1000 անգամ ասել եմ, 1001-րդ անգամ կրկնեմ։ Դիվանագիտությունը, բալանսավորված քաղաքականությունը եւ ամբողջական պոռնակությունը դրանք տարբեր բաներ են։ Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սկսած տրիպից, այս Վենսից, այս սրանց ամերիկյան տարբեր բաներին միանալուց եւ վերջացրած իր երազած, որ ինքը կմնա հապկում բան չի լինի, հետո պատերազմը կպրծնի ինքը էլի կամ իր օլիգարխատը էլի կբռնի այդ ռուսական ալիքը հիմա էլ Ադրբեջանից գալացողներից բան կօգտվի։ Դա հիմարություն է։ Դա Հայաստանի համար կործանարար քաղաքականություն է։ Իր համար ջհանդամը կործանարար է լինի։ Սաղով գնան վառվեն, պրծնեն ինձ մեկա։ Հիմա Ալիևը բոլորին կարա մի հատ բերթի խցիկ տա։ Ինձ միևնույն է։ Նիկոլ Փաշինյանը եւ փաշինյանականները հանգիստ մենք կարանք համարենք իրենց կորցրած Հայաստանի համար։ Լուրջ եմ ասում, կարանք համարենք կորցրած, որովհետև այսքան հնարավորություններով հանդերձ մտնել ախորը, էշի ճակատը պաչել դուրս գալ, այդ նշանակում է, որ արդեն անբուժելի է։ Բան չի փոխվել, աշխարհում ոչինչ չի փոխվել։ Տրամպը նարցիս է։ Ինքը ուզում է միտեղ լինի, որտեղ Իրան ընդունեն որպես կիսաստված։ Այս մարդը ստեղծել է ինչ-որ մի հատ հերթական, արա գնացել է Կենեդի անվան կենտրոնը, կոչել է Տրամփ Կենեդի։ Բայց Վենեսուելա է տեղի ունեցել, այսօր էլ դեռ Իրանի հետ բանակցություններ են գնում եւ օրը օրի մարդիկ խոսում են կխփի, հարված կլինի Իրանին Ամերիկայի կողմից, թե չի լինի։ Վենեսուելան, ինչ եղավ Վենեսուելայում։ Հայտարարվեց, որ հեսա ոչ մի բան չի փոխվել Վենեսուելայում։ Ոչինչ ընդհանրապես։ Ինչու Տրամփը այսօր ասեց 68% կարծեմ ես հիշողությամբ եմ ասում նավթը ամբողջ աշխարհի այժմ մեր մոտ է եւ Վենեսուելայում։ Այսինքն միասին մենք 68% ենք։ Գլուխը քարին ա տվել Վենեսուելայի հասանելի նավթը, որը որ հասանելի է հանելուն։ Այդքան չի։ Այն ինչի մասին որ խոսում են, այսպես կոչված ծանր նավթը, որը Օրինոկոյի շրջանում է, այդ նավթը ինքը նույնիսկ հոսացող չի։
իրան հանելու համար, սկսելու 180 միլիարդ դոլար փող է պետք ու 30 տարի։ Այս պահին Վենեսուելան մոտ 800,000 բարել նավթ է հանում, որպեսզի սա կրկնապատկվի, հասցվի 2 միլիոնի, հաշվարկները կային, 40 միլիարդ դոլար փող է պետք եւ 3-ից 8 տարի։ Սա ամերիկյան նավթահանող ընկերությունների գնահատականն է, որը պաշտոնապես այդ անձնավորությանը, որը սպիտակ տանը նստած է, ասվել է, պաշտոնապես հրապարակվել է Վենեսուելայի հասանելի նավթը 800,000 խորանարդ 800,000 բարել է, որպեսզի սա կրկնապատկի Իրանի պետք է ավելի շատ, ավելի երկար ժամկետ, քան իր նախագահությունն է։ Եվ ինքը չի ստանալու դրա արդյունքը։ Այդ հələ մի կողմ հայտարարված բանը ռեժիմի փոփոխությունը, դե ավտոբուսի շոֆերը չէր, Մադուրկեն չէր, Մադուրոն երևացող պերսոնաժ էր։ Հանեցին հենց Վենեսուելայի կարտելները, Վենեսուելայի քաղաքական եւ ռազմական եւ ոստիկանական վերնախավը, որպեսի կոնֆլիկտը չգնա, ասեց ապեր քեզ է սա պետք, վեգալսը։ Այսենց տվեցին, տարան։ Ոչինչ Վենեսուելայի ներսում չի փոխվել ընդհանրապես 100 թե 100-ից մի քիչ ավել հայտարարված 2000-ի փոխարեն քաղբանտարկյալ դուրս է եկել, քաղբանտարկյալի տակ այնտեղ ասեմ ով է գնացել, նաև մարդիկ ովքեր այն սոված ժամանակ մտե սուպերմարկետ են ջարդել, որ բան ուտել հաց տանեն տուն։ Դրանք էլ են քաղբանտարկյալ որպես ռեժիմի դեմ հանդես եկող, կամ ասենք սուպերմարկետ չէ, պահեստ լավ խոշոր։ Մի 100 հոգի բաց են թողել, մնացածը սաղ նույնն է։ Նույն տոտալիտարիզմն է, նույն սովն է, նույն բանդաներն են փողոցում, ինչ Իրան։ Իրանում Տրամպը հայտարարեց, օգնությունը արդեն գալիս է, դուրս եկեք, քաղաքներ գրավեք, բան արեք, գնացեք, 27,000 մարդ սպանեցին, արա քո հայտարարությունով։ Հունվարի սկզբին ասեց մի հոգի, որ բեռնի մենք հետևում ենք, մենք գիտենք, որ հանգարց կրակեն, տեսեք ինչ են կան, ինչ է սանելու։ 27,000 մարդ են սպանել, ինչ է սանելու։ Հələ հարցն եմ մի հատ, ուր է, մեկը հարցնում, ահա չէ հարցնում են, շատ են հարցնում, կոնգրեսում են հարցնում, սենատում են հարցնում։ Շատերը իրան այդ բաները անում են, բացի դրանից, ախր բոլորը մոռանում են, որ այս սաղ հայտարարությունները ուղղակի ապշած եմ ես, ոնց է Հայաստանում, ոնց է կարողացել Հայաստանը դուրս մնալ այդ ամբողջ բաներից։